Մի րոպե Ժորժ ջան, էլի սկսվավ։ Ուրեմն Փաշինյանին հարցնում են ԵԱՏՄ-ի մասով, խոսակցության, որ շուկան բացվի, բան ասում է, գիտեք ինչ կա, եթե Հայաստանի հարցը չլուծվեց, ապա դա կնշանակի ԵԱՏՄ-ի վերջը եւ ընդհանրապես Հայաստանը պետք է ալտերնատիվ ճանապարհներ գտնի իր ապրանքը իրականացնելու համար եւ դարը անցել է ոչ ալտերնատիվ ապրանքների, շուկաների պահով եւ առհասարակ Եվրոպայի ճանապարհը ընտրել է հայ ժողովուրդը, բան պարզապես դե հայ ժողովուրդը որ տեղյակ չի դրա մասին, բայց դե խոսում է, էլի ասում է։ Հիմա տեսեք, առաջին հերթին ԵԱՏՄ-ԵՄ կոնֆլիկտը տնտեսական չի եւ հերիք է էլի մարդկանց էլի տես թուրիմացության մեջ մտցնել։ Տնտեսական չի, եւս մեկ անգամ կրկնեմ, քաղաքական է, այսինքն ստեղ խնդիրը նրանում չի, որ Հայաստանը որոշեց իր ապրանքները վաճառել Եվրոպայում, Ռուսաստանն էլ տես նեղացավ շուկան դեմներս փակեց։ Ձեռ եք առնում ձեզ։ Դա չի խնդիրը։ Խնդիրը քաղաքական է, որ Հայաստանը շարժվում է դեպի մի միավոր, որը ԵԱՏՄ, նույն եվրասիական դե լավ սենց ասեմ վեկտորի հետ, մասնավորապես Ռուսաստանի հետ նախապատրաստվա պատերազմի։ Այդքան բան։ Ռուսներն էլ ասում են գնում եք դեպի Եվրոպա, գնացեք, մենք ձեր ձեռքը չենք բռնում եւ ուրախ ենք, եթե դուք որոշել եք այդպես, մենք չենք խառնվում այդ հարցի մեջ, բայց մեր հաշվին չլինի։ Սա է ասում ըստ էության ԵԱՏՄ-ն։ Իմիջիայլոս, միգուցե Փաշինյանը մոռացել է, բայց ԵԱՏՄ պետությունների բոլոր նախագահները, բոլոր, ոչ թե միայն Ռուսաստանի, բոլոր պահանջում են մինչև դեկտեմբեր ամիս Հայաստանը հասկանա ինքը որտեղ է գտնվում։ Ինքը ուր է գնում, ԵԱՏՄ թե ԵՄ։ Եվ եթե նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ԵՄ ճանապարհը դա հայ ժողովրդի կամքն է, ինչը այդպես չէ, պետք չէ էլի խաբել, տես չի։ Բայց դա այնուամենայնիվ, բան հարակվե անցկացրեք ու այս թեման փակեք։ Խի չեք անցկացնում։ Խի չեք անցկացնում։ Միգուցե նրա համար, որ իրականում հայ ժողովուրդը այդպես չի համարում։ Բայց դե սա երկրորդական հարց է։ Երրորդականը, այդ երբ է Ռուսաստանը կամ ԵԱՏՄ-ն արգելել Հայաստանին այլ շուկաներ դուրս գալ։ Հələ կարող եք ինձ ասել, այնպես խրող ձենով ԵԱՏՄ, բան այլ ընտրանքային շուկաներ երբ են արգելել, երբեք էլ չեն արգելել։ Բա գնայիք, բա մտնեիք, բա եվրոպական շուկա մտնեիք, բա մտնեիք ասիական շուկա, ով էր ձեռքերներդ բռնել։ Թե ԵԱՏՄ շուկան, միակ շուկան է, որտեղ հայկական ապրանքը ունի պահանջարկ։ Եվ ամենահետաքրքիրը Այդ որ ասում եք ԵԱՏՄ-ն կվերջանա բան տենց, եթե Հայաստանի հարցը չլուծվի։ Ինչ, հայկական ծիրանը եթե չմատակարարվի, օրինակ Ռուսաստանի տնտեսությունը կփլուզվի, չէ։ Հայկական կոնյակը եթե չհասավ ԵԱՏՄ-ի ժողովուրդը տենց կելնեն ու բունտ կանեն ու կասեն, վայ, ոյ, բան տենց, հետ բերեք հայկական կոնյակը, կամ դեղձը կամ ծիրանը, ինչ եք խոսում, ինչ եք խոսում։ Ասեմ ավելին, մեր բոլորիս համար վատ նորություն ունեմ։ Եթե այս հարցը չլուծվեց, ոչ թե ԵԱՏՄ-ն է փլուզվելու, այլ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, որովհետև ձեր սիրված թուրքերը, ադրբեջանցիները, եվրոպացիները, դե լավ սենց ասենք, չգիտես ինչու չեն շտապում, իրականում, այլ ոչ թե տառաֆասներով, այլ իրականում իրեն շուկան բացեն հայկական ապրանքի համար։ Ինչա Եվրոպայի համար 1 միլիարդ եվրոն։ Գան ասեն, ախպեր, գալիս ես Եվրոպա, քեզ պատդերժկային կանում, առես 1 միլիարդը, սաղ ապրանքը առնում են քեզանից։ Այդ խի չեն անում։ Որովհետև խորապես թքած ունեն թե Հայաստանի Հանրապետության վրա, թե հայկական տնտեսության վրա։ Այս իշխանության նոր, գործընկերները։ Իրենց համար կարևոր է Հայաստանը դարձնել նոր նախանշվող սարսափելի առճակատման մասով, օրինակ հակաեվրասիական կամ հակառուսական պլազդան։ Դե գնացեք հետևություններ արեք ու հերիք է մարդկանց իրականում գժի տեր դնել, ամեն ինչ մարդիկ հասկանում